դուք շենքերի խայտարակ թույլտվություններ եք տալիս, բայց 12-րդ հարգից վերև մենք նորմալ հրճեջ մեքենա չունենք։ Մեկին մոյկային տալի, մեկին ապօրինի շենքի շինթույլտվություն, մեկի բարեկամին բերում են գործի էին դասավորում։ Փողոցները այսքան են, եղբայր, մարդիկ սկսեցին որ ապրել, այդ սաղ մինչև կոմիտաժ չեն կարանալու դուրս գան, դասի ոչ մեկ չի հասնելու։ Երբ որ թուրքը կգա կհասնի Երևանի արդեն այդ սահմանին, պատկերացրեք մենք օրինակ այս Շենգավիթի գործարանների բաների կողմով ինչքան մարդ կարանք պրոսը տաղալենք ու թաղենք այդտեղ։ Մի քանի հազար քառակուսի ընտիր պուրակի տեղ կա, բայց հիմա դարել է բոմժերի ու չգիտեմ թմրամոլների հավաքույթ տեղ։ Ողջույն, եթերում զորազրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ։ Ես Ավետիք Քերոփյան։ Եվ այսօր ունենք շատ հետաքրքիր Վիկտոր Մնացականյանն է, կենտրոնի նախկին թաղապետը, ուրբանիստ, քաղաքային պլանավորող, մի մասնագիտություն, որը իմ կարծիքով այսօր մեզ խիստ անհրաժեշտ է։ Բայց բավականին անտեսված հաշվի առնելով թե ինչ է իրականում տեղի ունենում։ Իրականում երբ որ ասում ես քաղաքային պլանավորող, մարդիկ պատկերացնում են շենք սարքել։ Եկել փողոց գցել։ Հա, բայց դա դրա մասին չի։ Դա նրա մասին է, ինչ այսօր մենք չունենք, դրա համար էլ այդ բոլոր բաները, հա, խցանումները, որ տեսնում եք, հեղեղումները անձրևների ժամանակ, այս փոշին, անհարմարությունները, որ կենտրոնացումը, այդ ամբողջը բանի տիրույթում է, ուրբանիստի տիրույթում է, եւ մենք այսօր ուզում ենք իրականում անվտանգության պրիզմայից խոսենք, էլի քեզ հետ, Վիկտոր ջան։ Աննոխշենք, հա։ Ճիշտն ասած, կհիշես Սուրմալուի դեպքը։ Երբ որ եղավ Սուրմալուի դեպքը, երբ որ մի քանի այս հեղեղումներ տեղի ունեցան, կամ երբ որ էլեկտրաէներգիան անջատվում է ու մի քանի խաչմերուկում բան չի աշխատում, լուսացույց։ Ես հասկանում եմ, որ եթե օրինակ թշնամին ուզենա, ինչ արագ կարա ուղղակի այս քաղաքը բանի ենթարկի, էլի, ասենց տոտալ ստուպերի մեջ գցի մեզ բոլորիս։ Ինչի հետևանքն է սա, ուզում եմ հասկանամ։ Հետաքրքիր է, որ օրինակը հենց բերեցիր Սուրմալուի, որովհետև Սուրմալուի դեպքը շատ բան փոխեց քաղաքաշինական առումով։ Նախ քաղաքային պլանավորից խոսում ենք, շատերը գիտեն դա քաղաքաշինարան է։ Քաղաքաշինարանը մի քիչ ինքը ավելի հին մոտեցում է քաղաքային պլանավորման, որտեղ ընդհանրապես քաղաքային պլանավորումը դա թարգմանված է ուրբանիստից, իսկ ուրբանիստներ դա նաև փորձում ասել city planning, city management, այդպես ավելի ամեն ինչ աներ արում։ Ու մենք ինչ որ հիմա խոսացինք որպես ավելի կիրառական, քաղաքաշինական, ճարտարապետական, հա, ընդհանրապես շինարարություն եւ այդ մասով։ Բայց պաշտպանություն է այն ինչ որ նայեք հիմա դուք ես հետևում եմ, հա, ասենք ձեր օրինակ ոդկասթին, զրույցներին, խոսում ենք ավելի որպես օրինակ որպես մասնագիտություն զուտել եմ ասում կիրառական, բայց ես գտնում եմ որ այս խնդիրի մեջ, որտեղ հաստատ ինձանից կարող ավելի լավ մասնագետներն են Երևանում, հա, ասենք, չգիտեմ, դուրս աշխատած կամ մեր բանի MCS-ի տղեկը, որտեղ կան լավ օրինակ, հա, տենց ես Սուրմալուին եմ գալիս։ Ես կուզեի ավելի ծանոթանալ նաև այսօրվա զրույցում համայնքի մասով, որտեղ այդտեղ արդեն սոցիոլոգիան ավելի կարևոր է, որտեղ քաղաքային պլանավորողը պետք է նաև սոցիոլոգիայից հասկանա, պարտադիր պետք է մարդաբանությունից հասկանա, պարտադիր հոգեբանությունից, հանրային հոգեբանությունից, իհարկե, հանրային հոգեբանությունից, չգիտեմ, տնտեսական այդ աշխարհագրությունից եւ այլն։ Այս պահին հիմա այս Երևանին կողտեսում դա ավելի կարևոր է, քան այդ մնացածը։ Ու Սուրմալուն այդ շատ հետաքրքիր այդ ճեղքերը բացեց, այսինքն ինքը միանգամից ցույց տվեց խնդիրը, որն է դա։ Ուրեմն ես այդ ժամանակ գտնում էի, հենց գնում էի մերոնց մոտ աները ճստուն, բանի, Սիլաչեն ապրում։ Ուրեմն այդ բակ մտնելուց այդ գմփոց լսելը, ես միանգամից վախեցա, մտածեցի դեպի գալցել Արաղացի կամ այդ կողմերը հասկացա։ Մերոնցի չաստրեցի, հավատացեք եւ 5 րոպեից ընդեղ էի։ Հələ որևէ մեկը ոչ սկորի կար, ոչ եւ այլն։ Ուրեմն այն ինչ որ ես տեսա, իրականում շատ անհանգստացրեց։ Ես հասկացա, որ մենք էլի տոտալ պատրաստ չենք որևէ տիպի, ասենք, չգիտեմ, ՉՊ-ի նորը տեսնեմ, անցած օրը երեկ կարծեմ ազգային ժողովում Գեղամը Մանուկյան հետաքրքիր հարց տվեց ներքին գործերի նախարար, թե մենք անընդհատ ասում ենք, դուք շենքերի խայտարակ թույլտվություններ եք տալիս, բայց 12-րդ հարգից վերև մենք նորմալ
հրշեջ մեքենա չունենք։ Մի հատ կիսատ պրատ ունենք Ճապոնիայի նվերն, հա, այն այդպես մեկը աշխատում այդ բաշնյա, մեկ չի աշխատում, հապտի յուղ է սարքել։ Ես որ իմացա խելագարվեցի։ 9 հարկից բարձր բացացող։ 14 հարկ, բայց դու երբ որ տալիս ես 18 հարկ կամ 20 հարկ, դա նշանակում է դու այդ շենքի շինթույլտվության ես, դու ասես օքեյ ընկեր, որտեվ հաշվարկները դիականում իմացեք կառուցապատողները մեծ հատկապես հարգերը եւ շահույթներ են ստանում։ Բայց բարի եղի կբերես մի հատ մեքենա ու ասես ինչ պահանջ, այսինքն քո պարկը համալրը չի կարող, մեկը կորեական հրշեջ մեքենա բերի, մեկը չինական, մեկը ռուսական, որ պարկը տա, որտեղ այն մյուսինը ասես դու կբերես մի 3 տարվա զապչաստը կթողես, հա, եւ այլ որ այդ խնդիրները չառաջանա, իհարկե։ Ուրեմն այն ինչ որ ես տեսա Արշակունյացից, որովհետեւ արդեն երբ որ առաջի շտապօգնության մեքենաները եկան, սկսեցին Արշակունյացից անել, որտեղ մի քիչ ժամը, չգիտեմ, այդ ժամանակ զանգում է քաղաքապետին ժամանակ Հրաչներ Սարգսյան ինքը տեխնոկրատ էր, ինքը հասկանում էր խնդիրից։ Ի տարբերություն մնացածների շատերի ես հետո որ եղան այս քաղաքական նշանակումներ, մեկը բանկիր, բան եւ ոչինչ ինքն էլ է բանով բանկիր, բայց լսել ուներ, ասենք հասկանում էր ինքը MÇS-ի մինիստրը, ուրեմն կանգնել են այն Սուրմալուի փեթակի կողմից, այդից ուղղակի հանգցրում են ջուրը։ Այսինքն մարդկանց տարհանում են այդտեղից բացված Արշակունյացից, հա, հիմնական ժողովուրդը մեկ եկել է բարեկամինա մանգալ ինտեղ արդեն պրոբլեմներ են իրավապ մեկը գողություն ազումանի, հա, այդպես հասկացեք ինչա կատարվում։ Օրինակ եմ ասում։ Օքեյ, մի ժամ չեն գալիս այս կողմ։ Իսկն զարմացած եմ գնացել ասում լավ չէ, եկեք այստեղ կամ այստեղ է պրոբլեմը, բայց ինչ եմ ասում, որովհետև հասարակ բան։ Եկավ մի հատ հրշեջ մեքենա, հանեց այդ իր մեծ շլանգը, շպրտում ասես մի 3 մեկը մեքենա շպրտում են, մեկը որ տանեն են մի քիչ ավելի հեռու, որտեղ արդեն քանդած այդ բետոններ արմատ։ Ուրեմն հենց ջուրը տվեցին, դեպ չես կարա պահել, չէ՞, նապորը։ Բան եղավ, այդ սաղ արմատուրիկը տրակցրեց, 4-5 տեղ ջուր տրակցրեց։ Ես զարմացած նայում եմ կողքը։ Փոխեք, այսինքն էֆեկտիվ չեղավ։ Մյուսը դրեցին։ Նույն ձև էլի նույն սխալ, ասում տղեկ, դուք զարմանալի է կադրերը կա։ Արժանք, պատրաստություն, արելեքտը չէ։ Բյուրոք վատա է, չէ՞ իմ ասենք չեմ ուզենա, որտեվ պրոֆեսիոնալ տղեկ եկան, ես բոլորի ես ցավն է տանեմ, ես կարող եմ չստացի տենց ուտրիրոյուրուս է ասած խնդրեմը։ Բայց մենք պիտի ուշադիր լինենք։ Մյուս ասեք եք սաղ ձեռներով բռնենք, ես հասկանում դա սարսափելի ատմոսֆերանա, չես կարա էլի։ Գոնե չթողենք ընկնի, վերջում տենց էլ եղավ։ Մենք ցեցինք բռնել, որ մեր վրայով շլանգը գնա, որ հենց ընկնում այդ ձիգ բանը, արմատուրեն ծակում ախպեր։ Ասում եմ դուք առաջ անգամ եք սրա մասին տեղյակ։ Բայց դա էլ այդ բերում է ուրիշ խնդրեմ։ Ես ընդհանրապես մի խնդրի մասին ասեցի, բայց դա սարսափելի շատ կա։ Ես հիշում եմ, որ նույնիսկ շղթայելու այդ process-ը նորմալ չէր իրականացվել, երբ որ պատահական մարդիկ էին գալիս, ինչ որ մեկը իբր ես գնում եմ վեշերս վերցնում, չգիտես վեշերն ավելցնում թե ինչ անում, ու խանգարում են այդ փրկարարներին, թեկուզ նաև կամավորներին, ու ոստիկանությունը այդ սովորական այդ պրիմիտիվ հացը չէր կարող, ծեր ոչ թե չէր կարող, այլ այնքան համակարգում այնքան խառն էր, ով ումա ենթարկվում, ով ինչ անում։ Դե ախր այս շարքը մեն Երևանում չկա մի խնդիր, որ ինքը սաղ համակցված է, իմացեք։ Տրանսպորտը կա, խնդրեմա մենք օրինակ խոսացինք այս Արշակունյացի, չգիտեմ, այդ բոլոր ինքը մի խնդրեմից չի գալիս։ Օրինակ, թե ինչի է Սուրմալում, ի տարբերություն Սուրմալում, հələ լավ վիճակում ավել, որտեղ ինքը ավելի ցածր է հարկել, դա պահեսների մաս եղավ, դա մի քիչ մարդ մահացավ։ Բախներս բերել է։ Բայց դե պատկերացեք փեթակում օրինակ լիներ։ Պատկերացեք այն կողքի այն մյուս մոլերում լիներ, ընդհանրապես էլի նույն նեշոր հիմա շատ բան ա փոխվել։ Այսինքն ով դուժեց այդ դեպքից հետո կառուցապատողները անոնց մատ բարդ հիմա ստիպել են էլի որ դրսից երկրորդ բանը էվակուացիոն այդ աստիճանը լինեն, հա, լավ բաներ եղան իրականում, բայց ձեռի հետ էլ այնքան սխալ բան եղավ, որ դժվարացրեց բոլորի կյանքը, բայց ինչի է, եկեք հասկանանք, հա, ինչի է Սուրմալուն կամ ավելի վատ բանը, ալրեղացը, որի ինչ են вообще, ոնց է եղավ, չէ՞ որ հենց այնպես չի սաղի դա հետ են, որովհետև ժամանակին նախագծում ալրեղացը պայթացեցին անգամ մետրոյի ռելսերի վրա, չէ՞։ Այդ ալրեղացը չպայթ, ինչ որ ուղղակի բանվորը անշնորհք էին, արին ընկել էր, դա մի կողմից, դա բան էր, որ հանրապետության Ֆիրդուսում այնքան են փորը, թույլտվությունը 2 հարգի, քանդել են տակուններ 3, որտեղ քաղաքապետենց ոչ մեկ չի գնացել ստուգի,
ով այդ չինարը 3-4 հարգեմ փոր, ասել են դե լավ է, դու չգիտեմ, ավարտականը մտել է մետրո, դա աշխարհում չլսված բան է։ Չէ, աշխարհում լսված բան է, որովհետև ես Մոսկվայում եղել եմ այն ժամանակ, երբ որ տեխնոպարկ կայարանը սարքում են, իջան կանաչ գծի մեջ մտան։ Բայց հարցն է, որ այսօր տեսնում ենք Photoshop-ով տեխնոպարկում գիտես, քանի մարդ գործից ազատ է, Ռուսաստանի քաղաքապետարանում, քանի մարդ քրեական գործով նստեց։ Դիսպեչերականից զեկուցեցին, սենց արեցին, գնացին առաջ։ Photoshop-ով այսօր շենքերը իրարից հեռացնում, շինարարության թույլտվություն են տալիս, այն դեպքում երբ որ անհնարին է տարածքներում ասենք թույլտվություն տալ։ Բայց այսօր տեսեք Երևանում գինու օրեր են անցկացվում, ամբողջ քաղաքը տրանսպորտային հոսքերը դառել են անտանելի ուղղակի։ Ես դրա համար էլ ուշացա։ Ես դրա համար ուշացա։ Բայց գալիս է նաև դրան, որ տրանսպորտային հոսքերի կառավարումն էլ, որը որ քաղաքային պլանավորման բաղադրիչներից մեկն է, այսօր մեր մոտ գտնվում է վատթարագույն վիճակում։ Երևի ասեմ ավելի է վատանալու, որովհետև չկա մի խաչմերուկ Երևանում, որ նորմալ ռեժիմով աշխատի, այնպես որ խցանումներ գոնե իր շրջակայքում չլինի։ Շատ հաշված է։ Դա շատ իրականում բարձունակ է, որտեվ հա քույրս դիպլոմ է գրել դրա վրա 2000 թվականին, հենց Երևանի կենտրոնի խաչմերուկների ու հետազոտություն էր կատարել, որ ոչ մի խաչմերուկ նորմալ ռեժիմով չի աշխատում, ու ես շատ եմ ավտոքշում, բայց եթե չեմ սխալվում, մաթեմատիկայի բանաձևեր կա, ես մի հատ ռուս պոպուլարիզատոր կար, որը բացատրում էր, թե ոնց են մաթեմատիկական ինչ-որ ֆորմուլաներով հաշվարկներ անում բալտ ու հաշվարկում թե որ խաչմերուկում ինչքան պետքա լայնությունը լինի, լուսացույց ինչքան պետքա պահի։ Այսօր տեխնոլոգիաներ կան, որ հնարավոր է այդ ադապտիվ ռեժիմներ կիրառել եւ հասարակ բան է, նոր մի բարեկետ էի խոսում, ասում եմ դուք ունեք կարմիր ռեժիմ միացնող կոճակ։ Որ բոլոր խաչմերուկի բոլոր լուսացույցերը կարմիր բերի, որ կարողանաք հոսքը կարգավորել։ Բազմա չունեն ու նույնիսկ չեն էլ մտածում դրա մասին, չնայած այն ընկերությունը, որը որ այսօր լուսացույցների կարգավորումով կամ լուսացույցների սպասարկումով զբաղվում է, ես վստահ եմ, ասես արեք, մի օրում կանեն, բայց դա պետք է ասել, պետք է դրա մասին մտածել։ Այս ամենի մեջ ինձ շատ անհանգստացնում է հետևյալը. մենք բոլոր ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այս ոլորտում եւս երկու աստված ունենք, հալբաթ ու բալքիմ։ Հալբաթ չի լինի, բալքիմ չի լինի, հա։ Մեկը երկրաշարժն է, որ ես պատկերացնում եմ, էլի, այդ գառնու խզվածքում մի հատ թեթև ցնցում լինի, ստեղ ինչա կատարվելու, հա։ Ես տարիներ շարունակ իմ շրջապատում այդ եմ ասում, մարդիկ երբ որ հիմնական պատ են քանդում, շենքի վերևը մանսալտ են կառուցում, հիմքից այդ նիշից ներքև իջնում են խանութի մուտք են բացում, ասում եմ, էսի մեր քթերից գալու է շատ ահավոր լինելու։ Ու առաջին հերթին ես ասում եմ, մարդիկ շատը մահանալու են ոչ թե նրանից, որ վնասվածքներ են ստանալու, այլ նրանից, որ հնարավոր չի լինելու հասնել իրենց, որովհետև 5 հարկանի շենքերի մեջտեղը մեկը բերել է կներեք բանից, տուֆից մի հատ, հա, ֆալոսա ցցել տենց քարից ու տենց շատ հետաքրքիր ամեն ինչ։ Այսինքն այդ շենքին չի հասանելի չի լինելու ոչ մի բան, էլի, ու դու վերևից քաղաքին նայում ես ու պատկերացնում ես, թե ինչ կարա ստեղ լինի։ Այս խնդիրները իհարկե լուրջ անվտանգային բաղադրիչ ունեն, հա, որովհետև քաղաքացիական պաշտպանությունը հենց ուղիղ կերպով կներես զգացել ես ցնցումից ցնցում են սա։ Քաղաքիդ հնարավորությունների վրա, այսինքն բնակչության պաշտպանության, բնակչության անվտանգության ապահովումը ուղիղ կերպով կախված է թե քաղաքը ինչպես է պլանավորված եւ ինչպես է կառավարվում։ Ես մի բան գիտեմ, որ էլի սա այս խնդիրները գալիս են համայնք չի ձևավորում Երևանում։ Կա մենք ունենք Երևան քաղաք, բայց մենք չունենք Երևան համայնք։ Եվ համայնքային պատասխանատվություն չի ձևավորվում։ Եվ բնականաբար արդեն իրա սա թեմաներով։ Հիմա բացատրեմ, օրինակ Գյումրի վերջին ընտրությունները ինչի նաև եղավ, որ Հայաստանի դուրս է այնտեղ, օպոզիցիայի նաև հաջողություն եղավ դիմության, որովհետև համայնքը ոտքի կանգնեց, որովհետև Գյումրեցին միշտ որպես համայնք, հա, լենականցին կնիժամ, այսինքն մենք որացում ենք անգամ այդ բաների տեխնացուների մեջ չէին ասում, չէ՞, ինչ կուսակցություն եւ հիմա ասես որ կուսակցությունով ոչ մեկ չի իշի, բայց ամեն մեկը մի թաղից էր, այդ դա է կարևոր։ Գյումրի իհարկե տարբերություն Երևանի քիչ են թաղերը,
բայց ավելի ձևավորված են, չէ՞, ասենք տարբեր, չգիտեմ, Սլաբոդկի, Թուրքի մայլա եւ այլն, չգիտեմ, Սկուգը տեքստիլ եւ այլն տարբեր։ Ու ամեն մեկը ոնց որ իր տեխնացում պլյուս ինչ որ ավելորդ ճրկուսակցական կամ ծրագրային եւ այլն, մեկը պրոռուսական է, մեկը եւ այլն։ Երևանը զրկված է դրանից։ Երևանը միշտ կայացած է եղել իր թաղերով։ Դաժե եթե հիշեք այդ վերջինս 90-ականներից հետո 2000-ական այդ խայտարակ ընտրությունները, որ թաղի տղեկ չէ, որ ասում էին, հիշեք, շտաբերը բացվում էին թաղերում, ոչ թե վարչական շրջաններում։ Որ կար թաղ կար, որ Բանգլադեշի նման կարալի Մալայցիայում կլինի, չգիտեմ, Թոխմախի կոմերը կարալնի, Զեյթունի, ինքը ամենամեծ հայատներում էին անգամ դնում եք, որովհետև կառավարվում էր ամենաօպերատիվ հասկացել են այդ ընտրությունը, իսկ ընտրությունը կախված էր իրենց իշխանությունը, բակերով էին իրանք կամ, այսինքն թաղերով էին կարողում անել։ Հենց ընտրությունը վերջանում էր, շտաբերը փակվում էր, մոռանում են մի քանի հոգի թաղի տեղեկի մեկին մոյկային տալի, մեկին ապօրինի շենքի շինթույլտվություն, մեկի բարեկամին բերում են գործի էին դասավորում կամ մեկի կնոջը մանկապարտեզի վարիչ է նշանակում ու պրծավ թաղի գաղափարը։ Մեկ էլ 5 տարի հետո հիշում են թաղը, ցած մեն վշ վարչական շրջան։ Վարչական շրջանները Երևանում էդի սարսափելի արհեստական բան է, հələ սովետի նման ինչ որ միջև սովետը կարողանում էր աշխատել, բայց սովետը առաջին հերթին կարողանում էր օրինակ, չեմ, Կանազի ալյումինի գործարանի մշակույթի տունը արաբկիրի բնակիչներին կրթում էր, որտեղ դու եթե ժող երկի պարից սկսած միջև մնացածին, ասում են դու մի հատ բացի սիմֆոնիկից կամ Արնոբանից հայ ֆիլհարմոնիայում հանդես մի հատ արին դեղ դու հետո մի հատ գնայից ինչ մարդ այսինքն ինքը ընդհանուր էր զարգանում մենք համայնքները որովհետև եկեք հիշենք մեր բակային ճամբարներ ինչքան լավ բաներ չէ Պիոներ պալատները նույնիսկ կային այդպիսի բաներ որոնք այսինքն երբ որ դու քո քաղաքը կառուցված է համայնքի մակարդակ ոնց բացատրեմ օրինակ համաչափ զարգացման համաչափ զարգացման համար մենք խոսում ենք պրոբկայից այդ մարդամոտ քաղաքի կոնցեպտը որ մենք ասում ենք որն է ախպեր եթե դու կծված ես այս ինչ պոլիկլինիկա դու չես կարա չէ գնաս որից նույն հիմա իհարկե մի քիչ ձևերը փոխել են կամ паспорт սեղանին կամ օրինակ դպրոց մանկապարտեզ այդ դպրոց մանկապարտեզը ժամանակին տենց էր հիմա մարդիկ ապրում են օրինակ քանակեր Զեյթունում իջնում են նույն բակ խաղում են դպրոցի ժամանակը գալիս է որ մի քիչ հնարավոր մեկը իջնում է կենտրոնից սկսում են որևէ 5-6 դպրոցներից մեկը այդտեղ ես դու հիմա եկեք հասկացեք որ այդ մանկապարտեզի ժամին ինչքան մեքենա իսկ այդ եկողների մեծ մասը հասարակական տրանսպորտով չի գալիս վարորդով բանով Նայեք պատոկ, այսինքն մանումենտից իջնում են ազատության բանով Բողոկայով, Միասնիկյանով իջնում են արդեն տրաֆիկը։ Մեր մոտ տրանսպորտը երբևէ դատան չի ուսումնասիրել։ Դու ինչի համար ես իջնում, եղբայր։ Դու ինչի ես մտած ասեն գնաց կանգնես տուղտուկերիչով, ես ըննեմ ունեք տրանսպորտի դպրոցը։ Դրա համար դու չպետք է հասնես դրան։ Այդ լավը չնելու դու դրա համար օրինակ բերում եմ երազ թաղամասով։ Երազ թաղամասը հիմա կառուցել է, ասենք, տասնյակ տներ, հիմա այդ սաղ այդ կանազի, երազի գոմեր դեն սարսափելի մեծ կառուցապատում ակնում։ Փողոցները այսքան են, եղբայր, մարդիկ սկսեցին որ ապրել, այդ սաղ մինչև կոմիտաժ չեն կարողանալու դուրս գան, դասի ոչ մեկ չի հասնելու։ Կողքը կա մի քանի դպրոց, 77-ը, 54-ը, մի քիչ ներքև չգիտեմ, 191 բանը ստիպենք երազ թաղամասին, խոսքը երազի մասին չի, լավ կառուցապատող են, տարբեր կառուցապատողներին, ախպեր փող դրեք այդ դպրոցները վերանորոգեք, նաև վերաիմաստավորեք, որովհետև արդեն նույն հնարավորություն դու պարտադիր պետք է տաս որպես բիզնեսի սոցիալական պատասխանատվություն այդ քո շենքերից որևէ մինիմում, ասենք, չգիտեմ ինչ, օրինակ վերցնենք 1000 բնակարանա, 1000-ից 50-ը պետք է տաս հրշեջին, դպրոցի ուսուցչին, պոլիկլինիկա, որ ինքը ապրի այդ նույն թաղամասում, միայն այդ է հարցի լուծումը։ Քանի երևանցիները ապրելով տարբեր վարչական շրջաններում բերում են իրենց երեխաներին մանկապարտեզները եւ դպրոցները կենտրոնում, անիմաստ է խոսալ որևէ կրթական ռեֆորմից, անիմաստ է խոսալ որևէ համայնքային ռեֆորմից։ Այդտեղ է համայնք ուժեղանում, այդտեղ քաղաքապետը պիտի այդ համաչափ զարգացման համար ստիպի կառուցապատողին։ Երկրորդը մի բան էլ ասեմ, որ նույն որևէ մեկ ասենք եկեք վերցնենք շենքակառուցում Էրեբունիում կամ բանում, չէ՞, բայց այնտեղ բարի դպրոց չկա։ Բարի դպրոցի համար դու պետք է գնաս չէ՞ ինչ որ կոմերչեսկի բանով, պրինցիպով վարձես ասենք $1000 տաս։ Այդ ջայլ աղջիկա բարի միտես դուրս է եկել բարեկամություն համույթից կամ բարի պետականից գնացել է կամ սովորել է Ռուսաստանից եկել է, ուզում է մի հատ համույթ սարքի 30-40 երեխա պետք է 5000 կա, օրինակ այդ կողմի բնակիչները 5-ից ավել ամիսը չեն կարա փող տան։ Բայց որտեւ այդ 5 աղջիկը պիտի տուն տանի, հարկ տա, տուն տանի, ապրի, բայց եթե դու ունես տարածք ես տալու, որտեվ կողքի խանութ ասում ես ինչ է տարածքի տորոջացման մի դու այդ աղջկան $300-400, ես 2000 կամ ինձ պահեց սարքը, միշտ տենց ալին, ես ինչ որ ասում եմ, 50 օրինակ ռեալ տենց է։ Ասում եմ մարդել ասում կներես աղջիկ ջան, հա, բայց պետք է այն մարդը ավելա տալիս եւ ուսանող են պահում, պետք է այդ փողը տա։ Ուսով դրա համար դու էլ այդ կաշենքի կառուցապատողին ոնց որ բնակարան պիտի տա սոցիալական, նաեւ դու պետք է տաս
տարած հանրային օգտագործման սովորեն, չգիտեմ, պարկ, քանդակագործություն, մենակ խանութ սուպերմարկետ չպետք է լինի, պարտադիր, էլի թող մնա շենքի սեփականության տարածքը, բայց դա անվճար պիտի լինի, որ արվի, դա մի ձևն եմ ասում, էլի խոսում եմ համայնքից։ Հիմա մենք ներկայացրեցինք համայնքային խնդիր, դե հիմա դուք պատկերացրեք, գալիս է պատերազմ, մենք արբեր առիթներով խոսացել ենք, օրինակ այս մոբի խնդիրը, չէ՞, մեր 44-օրյա պատերազմը, ո՞րն էր ամենաառաջի խնդիրը, որովհետև այդ մոբի ժողովուրդը, երբ որ ասենք մեր բաները, զինծառայողները, չգիտեմ, կամ իրար տղեկը արդեն իրար հետ ծառայել էին մեր սրոչնիկները, իրար հետ կանգնած են, արդեն անցել են, գիտեն, չգիտեմ, ով լավ կերակում, ով դուխով, ով չգիտեմ, իրար ճանաչում են, պատրաստ են կյանքը տան։ Բայց այն հետևի կամ այդ մոբը իրար չի ճանաչում, մեկը բժիշկ է, մեկը մեխանիկ է, մեկը առաքիչ է։ Բախտաբերել է, ախպերն էս հետ եմ գնացել, մեկը։ Ոսմը սրանց հետ ոնց գնամ, բա հետևից մեկը խափի, չեմ ասում որ խուճապ ամենավատ բանն է, պատրաստությունը, խուճապը համայնքի հետ դա ոնց է։ Այ բակում դա խնդիրը չկա, այդ դա է ամենակարևորը։ Հիմա եկեք հիշենք, ով որ ասենք մեր բանակային ընկերներ ունենք, որ օրենք որ ասում են, չասնայող ա եղել եւ այլն։ Եթե հիմա հիշեք, Երևանից վերջին 20 տարվա ինչքան էս ընկեր եմ ունեցել այդ որ այդ ճակերտավոր եմ էլի ասում չասնայողների տղեկի երևի 80%-ը Երևանում հետո իրանց չեն գտել, այնպես ոնց որ իրանք ուզեին։ Բայց այդ մարտիկ արդեն պատրաստ են, նախ ունեն նշանակում է լիդերական հատկություններ։ Նաև ինչ որ օժտված են որոշակի ինչ որ տես հմտություններով, որ կարան։ Եկեք որոշենք, ասենք, ես հիմա օրինակը բերենք Շենգավիթի դեպքում, որովհետև եթե համարենք այս կողմից Նախիջևանից բանից, հա, թուրքերը մուտքերը սաղեկան, մենք նախ պիտի առաջինը կարողանանք այն թափը։ Նուբարաշենը, որտեղ բարձր են, մոտիկ են։ Մասիսը սաղ Փարաքարի բանի այդ ամբողջ գյուղերը, այս, չէ։ Մենք պետք է մեր խնդիրը ինչն անել։ Օրերով կանգնացնենք, միջև գան Երևան, որտեվ եթե իրանք է փախան, էլա Երևան անիմաստ է պահել։ Իդեպ հիշում եք Կիևի դեպքերը։ Կիևի այդ կադրերը, որ հենց մոբը մեծ հաշվով էլի պահեց Կիևը, այն որ ցույց էին տալի, բայց իրենք պարապել էին։ Այսինքն ես գիտեմ, որ իրանք կոնկրետ մարզվել էին։ Տարիներով իրանց մոտ այդ բանը շատ է եղել։ Մեր մոտ դա չի եղել։ Մեր որ հաղթող ենք եղել, մեզ թվալելով այլան կարան մեզ մոտի գան թուրքերը բան, չգիտեմ, այդ Ադրբեջանցի։ Բայց դրա հետևանքով էլ շատ այսպես հանգստացել ենք, նույնիսկ քաղաքացիական զենքի մշակույթը շատ դժվարությամբ են կարողանում տարածել։ Բայց վերադառնանք այ լավ ասած Կիևի, իրենք պատրաստություն ունեն, հա, պատրաստություն եւ մարզվում։ Հիմա օրինակ շատ բազմաբնական շենքերի մուտքերում տեսել եմ, կպցրել են օթային տագնապ, թե ոնց են անելու, թե մի ամսից արևը թանակը լրիվ ջնջեց։ Հիմա ուզել եմ իշտեմ հասնեմ, չեմ կարող։ Ամենաբոմբը գիտես որն է, մոնումենտում, ուրեմն մտել եմ մի հատ 16 տարեկան շենք, գրած է բանը, թաքնվել նկուղ չկա այդ շենքը։ Չկա նկուղ։ Ուղղակի ասես բել է, պատասխանատու։ Ինչքան դրել է, այս շենքում կապցրեցի։ Պատրանք իրականում գործունեության, որովհետև որևէ լուրջ փորձություն այդ պլանները չեն բռնելու։ Էլի Բարքինի հալբաթի վրա։ Իսկ ես բայղուշ եմ, ես վստահ եմ, որ տեղը եկավ, Թշնամին կարա հանգիստ Երևանի խփի, եթե իրան դա պետք եղավ։ Դե դա դժվար չի իհարկե, բայց մեր պատրաստության հարցն է, մեր ենթակառուցվածքների պատրաստության հարցը, հա, մեր այսպես ռմբապաստարաններ, շենքեր նկուղներ։ Գիտես, հացը ռմբապաստարանը չի, մի հատ հրթիռ ընկավ Երևանի կենտրոնում, մարդիկ ուղղակի իրար կողկրտելու են։ Ոչ թե մարդը մահանալու այդ հրթիռից, կարող է ինչ-որ մի, չգիտեմ, ասֆալտի վրա ընկավ, որտեղ մոտերում մարդիկ կառույցներ, որ պաշտպանիքայից պիտի դա կարգավորեն, դրան մարզված չեն։ Ես գիտես մի բան ասեմ, օրինակ մենք ուսումնասիրել ենք տարբեր քաղաքներ, օրինակ վերցնենք վերջի շրջանը, ասենք 15-20 տարվա, սկսած, չգիտեմ, Սուդանի, բանի, Ֆալուջայի կամ Մոսուլի, հա, կամ աֆղանական Իրական պատերազմը երկար որտեղ ստրատեգիան ուրիշ, այսինքն հարձակվողը մեծ մաս եղել է ՆԱՏՕ-ի զորքերի կամ այդ տրամաբանության մեջ։ Ու նաև բնակարանները դե կավ են եղել, քար են եղել, թեթև են եղել եւ օրինակ ամերիկացիները կամ ՆԱՏՕ-ն ուրիշ ձևա զինվորին, ասում են միջև այս ինչ գործողությունները չանես, դու չես մտցես, հետո այս նոր դու չես կարող մտնես, հետո մի հատ միջև ավիացիան վերևը չֆրապարտադիր ինքը չունենա որ գեժամից կանանյան փախցնեն ու սնայպերներ չաշխատեն։ Երևանում մենք չունենք տես բան, այսինքն մեր 44-ը ցույց տվեց, որ ընդհանրապես անգամ այդ դաշտային պայմաններում մեր պատերազմ որ մենք եղել է, Արցախում մենք չենք ունեցել դա։ Երկրորդ դեպքը դա ավելի կարևոր է ռուս-ուկրաինական արդեն կոնֆլիկտի պատերազմի ուսումնասիրելը, որովհետև այդ ժամանակ արդեն որտեղ մենք 44-րի ժամանակ սաղած գիրենք Սաղաչխարում հիմա ուսումնասիրում են հենց այդ նույն բայրակտարները եւ այլն, ամենաառաջնային հիմնական ֆրոնտը մենք ենք եղել։ Մեր վրա ուղղակի զենք են փորձել։
Մենք բնականաբար չկարողացանք լավ, ինչքան տղեկը լավ գործել գեյթի ժամանակին ասում էին դեռ 2016 թվականին 16 ես Ամերիկայում UCLA-ում այս կիբեր պատերազմներ եւ կիբեր հանցագործներ ուսումնասիրում էի 6 ամսվա այդպես կուրսեր էր ինտենսիվ բան հետո եկա Երևան գնացի պաշտպանության նախարարություն նախագահական ասում եմ տղեկ ոնց որ ինչ որ sense դրոներից են խոսում թռնում է գալիս է բան 6 տեղ հանդիպեցի տարբեր մարդկանց մոտ ընդրմատ փոխնախարար կար բամուշում վերջում ասին տենց process ճանաչում էին քիչ հարգելով ասին մենք ուսումնասիրել ենք դա բան չի Հերանեկարային բան չի, այդ խաղալիք է եւ այլն։ Չնայած մենք ռազմավարության կոմիտեում լրիվ ուրիշ բան էինք անում արդեն։ Այսինքն 16 թվականին կա այդ որ առաջ անգամ ասում են որ ինչա նշանակում այդ հիբրիդային պատերազմ, ասում են մեծ կվանտովի սկաչոկներ ապեք, որտեվ կյանքը ցույց է տալու կան տենց երկրներ, անպայման չի տենաս դու լավ էկոնոմիկա ունես, չէ՞, ես պետք է լավ ուղղակի նվիրել մարդիկ, որտեվ 4 օրից հետո եթե հիշում եք Կարենը Վարդանյան, այն հետաքրքիր բոլորը թիմը հիշում եք սաղը հիշում դուք սաղը մասնակցում եք ինչ խումբ եկավ, այսինքն մի քանի 100 մարդ գիտնական Ամերիկայից, Եվրոպայից ասում են հիշում եք, որ մենք գանք օգնենք, բայց մի գրեք մեզ, որտեղ մենք մեկս դասախոս ենք, մեկը պարտավորություն ունի, կարողանում զենքերի վրա։ Այսինքն այդ պոտենցիալը կար, մենք չօգտվեցինք։ Մենք 44 օրից հետո եւս որևէ դաս չքաղեցինք, այսինքն սա զարգացան տարբեր երկրներ սկսեցին արտադրել, մենք էլի չենք կարողանում։ Դրա համար իմ հույսը համայնքի վրա էլի գալիս է բակին, որտեղ երբ որ թուրքը կգա կհասնի Երևանի արդեն այդ սահմանին, օրինակ վերցնենք, հիշենք այդ Ազովստալում պատկերացնում եք տասնյակ հազար մարդ համահացել, այդ Ազովստալի տասնյակ հազարներ, հիմա թիվը բան։ Անհետ կորածներ կան։ Հիմա դուք պատկերացնեք մենք օրինակ այս Շենգավիթի գործարանների բաների կողմով ինչքան մարդ կարանք պրոսը տաղալենք ու թաղենք այդտեղ։ Էլ չեմ ասում, որտեվ Շենգավիթին, չեմ օրինակ եմ էլի բերում, հա, ասենք ես վատ բան եմ անում, տեսնում եմ այդ Աստված ոչանի դեպքում, մենք ոնց կարանք այդ փողոցներում իրանց կանգնալ, իրանք ոչ մեկ, ոչ համարենք մեր այս չենք տենց է կա թուրքերը կամ են մեկը մյուսը մեր թշնամիները որևէ մեկը իսկ այդ քաղաքային մարտերում շատ մարդիկ են մահանում ավելի շատ տասնյակ անգամ միանգամից քան բաներում երկրորդը իրանց այդ մեր բանը խախտվում այդ որ այսինքն այդ բալանսը որ մենք խախտել ենք չէ մենք պաշտպանված չենք եղել ուժերի բալանսը այդ բայրակթարները եկել են կամ այդ մնացածը քաղաքում դա չի աշխատում եւ երրորդը որ մենք պետք է ուսումնասիրենք ասում են Ուկրաինա Այդ որ մեր մեջ ասած են Իսկանդեր բանը, որ տենց ասում են այդ բաները, դա մեզ 5-10 միլիոն դոլարանոց ռակետա, անկեղծ, գալի խփում այն ուկրաինական կամ ռուսական։ Շենքերին պանելից 200 չի վնասվում։ Իսկ ես մեր հիմա այդ կարևորությունը մեր քարի մեր շինարարության, հատկապես կենտրոն հատկապես, որտեվ նախա պատերազմյան, ել չեմ ասում, օրինակ Տիգրան մեծը կառուցվել է պատերազմից հետո։ Ու արդեն գերմանացին ու ինչ արտարապետների, կոնստրուկտորների, հա, արդեն այդ փորձը հաշվի առնելով պատեսքան են գծել, մարդիկ են պատմում, մեծ նախագծով եկել է այսքան փաթ։ Այսինքն, չգիտեմ, հայ էլեկտրոգործանի բնակելի շենքն է կամ եսին որտեքսի։ Շինարները ասեն, այո, ոնց որ հնարավոր ենք այսքան։ Եկեք այս ավելի հաստը դնենք, որտեվ պետք է տանջվենք այս քարանին, կամ ոչ մեկը գնացել են աշխարհին հարցել են, ասում են դե լավ արեք, ինչ ա եղել, մեկ այդ քարը եկել է։ Հետո են մարդ ասում, տղես այդ տանը ապրել, որտեվ դու ստեպ դու տուն ստանաս, ասում ավելի եմ ամրացրել։ Մեր բախտը բերել է, դրա համար էս միջև հիմա այս Երևանի հատկապես կենտրոնինը չի քանդի, որտեվ կենտրոնը ամենաշատ հաշվառները վանշաժույքը շատ այդ փաբերը, վարսավիրանոցները, այս կոմպյուտերանոցները, այս որ սաղ պատվալները կերան, այդ որ քանդում էին, չնում էին բալկային դնում դրա շնորհիվ է որտեվ այն գլխից ինքը կառուցված է եղել ու դա խոսում եմ կենտրոնի մասին այստեղ մենք որտեվ Աջափնյակը կամ նոր-նորքը լրիվ ուրիշ ժամանակաշրջանում ուրիշ քաղաքաշինական նորմերով են կառուցվել Գյումրի 80 թվի Լեննականի բանը մեծ օրինակ էլի Միջև հիմա այնտեղ կան դեռ ավերակ շենքեր որ նայում ես բայց խեմ ասում ես Իսկ այս թեմայից հետ հաշվի առնելով ձեր նախկին փորձը ձեր գործընկերների հետ շփվել եք Իրանք խնդիրը չեն էլ հասկանում հասկանում եք Արմեն ջան, երբ որ դուք ասենք հրավիրում եք, ես ուրախ եմ, որտեվ նայում եմ, օրինակ հիմա օրինակ բերեմ, երբ որ ես դարձա հենց նշանակվեցի բանը թաղապետ կենտրոնի 10 օր երևի չէր անցել, առաջի զանգ գիտեք ու առաջի զանգեցում եղել։ Իմ ընկեր Հարութին, սիմպաթիչնի Հարութին, որ Հարութը մնացական կարգավորած մեր մոտ եղել է ինքը։ Չասենք Լահաստանի լավագույն գյուղատնտեսական մասնագետներից է։
ասում եմ հարկ ջան, sense բան կա, ուզում եմ տանիքներում, ասված ոչ անի, պատերազմ եղավ, դա 18 թվին է, ոչ մի պատերազմի բան չկար, չէ՞։ Բայց արի մենք ապահովենք, որ ինքնաբավ լինենք, օրինակ կենտրոնում ամենակիչն են հարթ տանիքները, կենտրոնում են ամենակիչը, բայց ինչ էլ որ կա, մարդկանց խրախուսենք, օրինակ ֆերմաներ անել եւ համակարգերով այրոպոլիկ լավ բան ես ասում, գնացինք Արմենը Մինասյան Խախշին կոմիտեից, մեր լավ ճարտարապետներից դասավանդում է, էլի մի հանդիպեցինք մի քանի անգամ մի տեղակալը զբաղվում էր գերմանացիների ու փորձ ուսումնասիրեցինք, որտեվ ոնց կարանք անենք եւ մենք արդեն մտածում ենք մի տեղակալը զբաղվում է դրանով, որ խրախուսենք օրինակ այդ շենքը, որը ամենաշատ օրինակ գույք բանը պարտադիր վճարանական գույք հարկի պարտքեր չունի եւ այլն, այդ համատիրությունների բաների հետ աշխատենք, տանք ասենք տալիս են քեզ այդ 500 մետր, պատկերացնում եք Երևանում տասնյակ հազարներով քառակուսի հենց հիմա անիմաստապետությունը ծախս է անում այդ տոլա փոխում, այս ռեմոնտ անում, իֆր մենք ջերմոցներ անենք, էլ չեմ ասում հովացնում եւ ինքն ընդհանրապես լանդշաֆտ, օրինակ Նյու Յորքում հիմա լավագույն թաղամասում սա սկսել են անել։ Գնացինք դա հիշում եմ Երեմյանի հետ խոսացինք, ասացինք եթե աճացնենք այնտեղ ռուկլեն 100 լավ խորհուրդներ տվեն հանգանոց բաները, ասած սաղ կարվենք, եթե այդպես քաղաքային ծրագիր է, բոլորը պատրաստ են, բայց մի տարի ես աշխատեցի, դուրս եկան չարեցինք։ Մյուս օրինակը կարամ բերեմ, այսինքն փորձեր եղել են, հասկանում ես Անջան, բայց չեն կարողացել էլի թաղ-թաղա կարևոր, որտեվ եթե ասված ոչ անի եթե էլի պատերազմ եղավ իմ հույսը մեր ասենք բանակը չի շատ բան հաշվի առնելու։ Իմ հույսն տղեկն են, օրինակ ելեմ ասում, նույն երրորդ մասի տղեկն են, Չարբաղցի կլեն, Շինգավիցի կլեն, Յոնջելա, որը կլեն, որտեղ իրանք քեզ պետք է անդամ են, տարբեր ասենք կամ նույն իշխանին որ հրավիրել եք, ես ուշադիր լսում էի ձեր բանը, շատ հետաքրքիր, ասենք որ իշխանին չանց, մարդիկ ազատազենի ինչ է, պոպուլարիզացիա է, զենքով պետք չի շատ վախենալ զենքից։ Դու ամեն մեկին տաս ժամանակին ես Սուրեն Աբրամյանը քաղաքապետ Երևանի ինքը միջև այդ մարզպետն էր ու կարծեմ Վազգեն Սարգսյան ներկայացուցիչներ Սյունիքում այն ժամանակ ասում էր եկեք սա գյուղերին տանք հնարավորություն որտեվ գյուղը իրանցից լավ ոչ մեկ չի կռվի վաղը չիմիս օրը իրանցից ոչ մեկ չգիտի բոլորը տալիս է ավտոմատ է չի կարա 10 տարեկան տեղին գայթի հանի որտեվ ինքը բան է սեյֆի մեջ է հենց մի հատ բան եղավ լարմ եղավ ինքը միանգամից բոլորի տներում բացվում վազելով գնում արդեն ամեն մեկը գիտի ուրա գնում այսինքն գյուղապետը առանձին անպայման չի գյուղապետը դառնա այդ զինվորական գյուղապետը լավ վարչական հարցով կարա զբաղվի գյուղատնտեսության հարցով բայց որ հիմա հիշում ես մի երկի մասից խոսում որ առաջինը մշակույթի նախարարությունը փակեցին իսկ սա նաև մշակույթը ամենակեն չի նկարով բեռան գեղարվեստը մենք պետքա պատերազմից չվախենալու ոնց որ մշակույթ ունենանք մենք հասկանանք որ էսի վրագ ու վառոդ էլի մենք լյուբոյ պահին կարանք ունենանք խնդրեմ բայց խնդրեմը ես ընդհանրապես մի բան ես ասենք որպես ուրբանիստ որպես քչի շատից հասկանալով կամ զգալով քաղաքի այդ պուլսը եւ այլն տեմպը եւ ամեն ինչը ասում եմ եկեք դուք կրվեք այսին զորամասը այսին կորպուսը կբերեք բան եւ այլն սամալյոտը դեսը դենը ախպեր ես ասում եմ եկեք բակերով մեկ գծենք ինչա խանգարում եկեք մենք մեր ուժերով հաստատ ուզենանք կանենք այն օրը մենք անցած օր այդ ինստիգեյթի ժողովրդի հետ հանդիպել ենք բանի ինստիգեյտ խմբի հետ ոգեզենիկները ուսուն հա սաղով հանդիպեք քննարկել ենք ասում եկեք թաղերի գծենք ամեն թաղում ես ճանաչում հաստատ մեկին որ նա գիտեն որ ասած ոչանի դեպքում 5 րոպեից ինքն տեղ կանգնած է ես իրան վստահում եմ քաղաքապետ դու պետք է վստահես թաղապետ դու պետք է վստահես պաշտպանության նախարար դու պետք է վստահես այդ մարդկանց մենակ զինեք դուք զբաղվեք ուրիշ բաներով այդ մարդիկ հաստատ է որտեղ իրենց ընտանիքն է ապրում այդ տանը միջից մի հետաքրքիր նկատառում Կիևյան փողոցի ներքևի շենքերը որ արդեն կամուրջի մոտ են նայում ես կամուրջից ոնց որ գդացրորդի կետերն հենց այդպես նախագծվել հենց տենց արել է մենք իրականում զարմանալի բան ասեմ նույն բանը կասկադում են վերցրել որովհետև կասկադը կենտրոնն է խնդիրը չկա որովհետև ինքը ինչ է հյուսիսային ճառագայթի մասը է բայց դու հիշի որ նույն այդ Կիևյան այդ Սիրուն այդ Կիևյան 1 ու 2-ը բրատ բռնեցին ասենք Կիևյանի այս մասի շենքը ծերից էր մաքրեցին, այս մասը մնաց։ Այսինքն այս մարդիկ դեռ չեն հասկանում ինչ է դա։ Բռնում են ասենք հազիվ ենք համոզել որ այդ Կիևյանի ծառերն է չկտրեն։ Բռնում են կտրեն, բայց ծառը զարմանալի է։ Ես ասում եմ գնացը կռիվը ասում եմ համասանի ծառերը մի կտրեք լավ Թումանյանին է։ Բացատրում եմ խիացում եթե վաղը չիմս որ պատերազմ եղավ։ Հաստատուն ծառը դրոնները միակ բանը որ մեր երեխեք գիտե չէ ժամը միակ տեղը որ էս Ուկրաինայում ռուսա չիլում է դի ծառի տակ չեն կա։ Կամ պետք է կանա իշնի որ խփի, ինչն է ավտոմատով խփես է դրոնին այդ բանին։ Հասկանում ես։ Բրեցի ծառերը ուսանողական թաղամասի ծառերը կտրեցին։ Ես հիմա կարող եմ զարմանամ սրանք ասենք շպիոն են կամ թշնամի են ազգի վաղը չիմիսորը։ Բայց Վիկտոր ջան, նայ, այստեղ խնդիրը հետևելն է։ Ես ասում եմ գոնե ինչ որ կետից պետքա սկսել,
հասկանում եմ, որ հարյուրավոր շելտեր կան, որ մի օր գոնե այս խնդիրները լուծված լինեն, որտեվ օրինակ օրեր առաջ լրացավ 1 տարին այն բանի ջրհեղեղի։ Հիշում եք։ Այն որ սուս բան չի եղել։ Վայ, ասենք ջրհեղեղ չէր եղել Հայաստանում։ Հիմա մարդիկ մտածեցին այն որ փակել են բանը գետառը։ Կարող է նույն բանը Երևան լինի, ասում ես հա։ Գետառը փակելուց բացի ես ապրում եմ դիմացը թենիսի կորտերի այդ մասը, որ մենք տունը գետառ էր։ Նա մենք գետառ, ասենք կռիսան, ոչ մի կռիսանոց, իրանք չէին մաքրում, ասում են կռիսանոց է։ Մի օր այդ իմիջիալոց այդ մի տարվանը չէ, 46 թվի մայիսի 26-ին է։ Մայիսի 25-26-ին է։ Սրբել է Երևանի կեսը։ Այնտեղ միջև հիմա կամերային տան կողքը մի քանի տոննանոց քարեր կա, նորքից բերել է։ Դու հիմա պատկերացա մեր մոտ ինչ անելու։ Իմիջիալոց այդ ջրհեղեղն է եւս քաղաքաշինական ահագին նոր փոխեց Երևանում։ Այո։ Մոսկվայից Ավանի լիճը ավելացին, որը հեղեղը կանխելու բան ուներ։ Շատ բաներ, բայց Ավանի լիճը չորացրել են, մի բան եղավ Երևանը գործել է 11 հատ մենակ լիճ։ Օրինակ կարամ բերեմ, ասենք դրա մեջ մեծ ու փոքր ուպրավլենի լիճից, ռայկոմի լիճը, սկսած բան ասենք, Տաշիրի դիմացեն ֆոնտաններից կամ այդ վերջերս բռնեցին այդ մենք սիրուն այդ քրիս բանը, այս Սիլաչի մետաքսի այդ խաշմերուկ ուպրավլենի այդ բացի լճից, մի հատ դեպի բասեին կա։ Շենքի որոշել է, ասա ֆուտբոլի դաշտ կանենք, ասում օքեյ, արեք ես դեմ չեմ, դա հետևը կողքն է կարելի, բայց այդ ոչ թե այդ սիրուն բասեինների հաշին, որտեվ Երևանը ընդհանուր ինքը շատ հովանում, այսինքն հիմա Մարշալ Բաղրամյանի արձանը որ դրել են, դա էլ լճի տեղ, հա, իհարկե, բայց կարելի է չէ՞ նեզ նախագծել, համ լիճը մնար, համ արձանը մնար։ Կոմիտասը վերևը լճի տեղ։ Այդ ռայկոմի լիճը ինքը իրականում ավելի հովացման լիճ էր, բայց մեկը լիճ էր, հիմա էլի եկեղեցի սիրուն կառուցել ենք, չէ՞, ասենք արագիլը չուներ։ Կողքը հիմա լավ կառուցապատում են անում, շենքեր են սարքում, էլի ձեն չենք անում։ Մոստը կա, ինքը կարևոր տեղ է։ Ախպերը բանում այդ ձորում էլի կարային անեն։ Էլ չեմ ասում, եթե հիմա գնաս կանգնես այնց եկեղեցուց ներքև դեպի այդ լամբադայի կամուրջը, մի քանի հազար քառակուսի ընտիր պուրակի տեղ կա, բայց հիմա դարել է բոմժերի ու չգիտեմ թմրամոլների հավաքու տեղ։ Մենք գնաց այնց վերևից մի օր գնացեք, եկեղեցու մոտից նայեք, մի քանի հազար, ասենք տասնյակ 50-60 տարեկան ծառեր կան ֆանտաստիկ։ Եղա ծառեք, լիճը սարքեք, այդ կառուցապատողներին հաստատ ոչ թե վեկալեք, չգիտեմ, հա, եսի մինչերով, այլ այդ մարդկանց ասեք, եղբայր քո համայնքի մի բանը թող համայնքը փող դներ, բայց ինչն է խնդիրը, որ ու երբ որ եկեղեցին սարքում են, ասում են արաբկիրը եկեղեցի չունի, ասենք կենտրոնը կա 5 հատ, հայ այդ համար հարաբկիրի այդ սախ դիմացը մարդիկ են գործարանները բանը բաղնիկի տեղը չասեմ դիմացը տասնյակ շենքեր են սարքի ախպեր ամեն մեկից որպես համայնքի փող ոչ թե Երևան համայնքին արդեն ասում եմ այս սա է հարցը որտեվ 12 վարչական շրջանը առանց հիշում եք ժամանակ թաղապետը լրիվ ուրիշ ֆունկցիաներ ուներ հիմա թաղապետը ես չեմ հասկանում ինչով են զբաղված այդ մարդիկ անկեղծ եմ ասում հա կանիկ դնող էլի դե ներկայացուցիչ գիտես ժամանակ աշխատողը մեկը իրան գործ կգտնի բայց Թաղապետի գործ չեն անում։ Մեկ կառավարում չի։ Բակային ավազաններն էլ կա, չէ՞, ջրավազանները, որ առաջ հրշեջ անվտանգ ոնց որ հեծանիվի գիծը, ոնց որ հեծանվողիները Երևանի։ Ոնց որ հիմա որպես ուրբանիստ եմ խոսում։ Ամենաառաջինը բակային բասեինները, թաղային բասեինները, բակային ֆուտբոլի դաշտերը Ոչ թե մենակ խաղահրապարակ, այսինքն դու խաղահրապարականում ես, նկատում ես, որոշ դեպքերում հատկապես կենտրոնում բան հիմա մի քիչ հնարավոր է, բիզնեսմենն հետ խոսում ես, անում են լավ բաներ, նոր ժամանակ, նոր դար, ոչ թե երկաթի կամ են վատ պլաստմասի որ կանցերով կարող են որպես օգտագործվել, իհարկե։ Բայց մենք քանի չենք օգտվում մեր օրինակ այգիներից։ Մենք ունենք հիմա ֆանտաստիկ բան, ասենք Երևանյան լիճը։ Ուզում ես $5 միլիոն տարդիր Երևանյան լիճը տեր չունի եղբայր, դա չի կարող այդպես բան, աշխարհում այդպես բան չկա։ Այսինքն ես եթե թոշակի եմ գնում, ուզում եմ ասենք ես ապրում եմ այդ 4 հատվածի դիմաց Օղակաձև այգու, թոշակի եմ գնում քաղաքապետարան խնդրում ասում կնի տվեք տնորեն, աշխատավարձ չեմ ուզում։ Բայց իսկական տվեք 8 հատ բանվորի հնարավորություն, կանաչապատողի տեխնիկա, որ ես իմանամ պետք է կան սրսկեն, պետք է չգիտեմ ես քարը գանտանը, բայց ես չեմ ամեն օր լույսը կփչանակ ասեմ, տենան վատ բան կնկատեմ, նկատողություն կանեմ, հա, նստարան խնդրի կասեմ, ծառը հիվանդանա ես կասեմ, չկա Երևանյան լիճ, այսինքն դու $1 միլիոն դրել ես Երևանյան լիճի մեջ, ընդհանրապես դրանով զբաղվում է Դավիթը, լավ տղա է այնտեղ, այդ որ զուգանա տիրություն անում Բանը բենիկը կանաչապատման մի բան, որ այդ սաղ հեկտարներով տարածքը ջուրը այդպես կիսատ պրատ ինչ որ ջրերով չաշխատող, դա միակ աշխատի մի դեպքում
Որտե կաֆեներ թույլատրես, չպլաժի պես բան սարքես, տուրիզմը սկսի գնագեր, հիմա լավ է հին բանը Այս որ նոր հյուրանոցն է բացվել, այդ զորի կարմիր մոստը դա առաջ Խոջապիլավի, չէ։ Հիմա արդեն հիմա երևանցիները կարան գնան կենտրոնից ոդկով իջնեն այդ քաղաքապետարան Արգիշտի փողոցով, գնաս Նորագյուղով այդ ամերիկյան փողոցով դուրս գաս Երևանյան լիճ։ Ամենալավ տեղն է, բայց ղեկավար չկա։ То есть մենք հիմա ինչ որ խոսում ենք, Ալջան, հասկացի, որ այս մարտիկ չեն հասկանում, օրինակ այգին, օղակած, ասեն դու ով ես, ասես, ես օղակած այգու տնօրեն եմ։ Դու ով ես, ես Երևանյան բանի լճի տնօրենն եմ, չբանես քեզնից կամավորներին, չմերժես հենց բարի կամքը։ Ինչքան մարդ ես ճանաչել կգնա Երևանյան լճի տնօրեն։ Ինչ կա ես այդ մի տարին աշխատում եմ, մեր կոմունալի տեսա ամենաաշխատասեր տղեկից մեկով, հա, Երվանդը Բազարյան։ Մեր կոմունալի ամենա սուպեր աշխատողներից է։ Երվանդը 6 ամիս ես ուժ դա հասկացա, Երվանդը պատասխանատուն է հրապարակի։ Հրապարակում մեկը մարոժնիկ գցեց։ Այսինքն եթե ինչ որ մեկը չնկատի Facebook, մինչև հիմա երբեք կարող օրերով մնա։ Մեկը ուզենա գա բան վաճառի, սա դնում է իր վրա։ Օպերան իր պատասխանատուն պիտի ունենա։ Մեկը ոչ անկազմակերպ է մեր մոտ այդ կոմունալ եւ այդ հարցերը, բայց այդ սաղ պատերազմը ամենաառաջին դրվում է կոմունալ ծառայությունների վրա։ Իսկ մեր կոմունալի պետը անցած օրը ես իմ ինչ որ միջնորդության բռնի կալանավորեցին, հասկանում ես։ Նույնը տրանսպորտի վարչության։ Մենք հիմա խոսում ենք դատաներից, այդ որ խաչմերուկները որ ասում ես, իրական մետի կոչվում է Smart City-ն։ Այդ Smart City որ ասում ես, սա գիտեն ինչ որ միանգամից բոլորը խել։ Դա Smart City-ն ընդհանրապես խաչմերուկների կարգավորում է։ Մեր ասելով ընկեր, եթե ավտոբուսի գիծը լավ իդեա, բայց լավ իդեա, երբ որ մեջտեղով պիտի գնա։ Ինքը պիտի գնա մենակ Խանջանով, ինքը պիտի գնա մենակ Պրոսպեկտով ու գնա միանա, օրինակ Միասնիկյանին, որովհետև ու էլի մեջտեղով, որովհետև որ Պարկյանին հենց հիմա ստեղ գալուց էլի ես դու էլ բոլորը սուշացանք, որովհետև հենց հիմա Coca-Cola-ի գալուց Պուշկին Պրոսպեկտ խաչմերուկում Coca-Cola-ի ավտոն եկել է մի հատ խանութի համար, կաֆեի խանութի է չէ, կաֆե առաքումը մեծ կանգնել ավտոբուսի գվերը։ Մի 10 հատ ավտոբուս իրանց են ցանցան, արդեն այդ խաչմերուկները Պուշկին բանը կարևոր է, չէ։ Ես ավելի վատ նկար ունեմ մեր խոսում մեջ Աբովյանի վրա ավտոբուսի առանձնացված գծում կանգնած է քաղաքապետարան ինչ որ պաշտոնյայի մեքենա։ Մեջը մարդ չկա։ Պատկերացրու, ասենք այդ առանձնացված գիծը օգտագործել է քաղաքապետարանի պաշտոնին մեքենան կանելու համար։ Բայց դա չէ որ շրջանցում եմ։ Հազարներով մի հատ էս խնդալու օրինակ է, էլի ասեն։ Գալիս ես այդ Ամիրանից դեպի Պրոսպեկտ, այդ բանը այդ Մալիբու են ասում, բայց շեմ բուլվարը մենք ասենք, որտեղ դա սա էլի անունը Ձյան Աբդարի անունով մեկը դեցին Միսակ Մանուկյան, ամենայն հարգանքով երկուսին է, բայց դա բուլվարն է Երևան, եթե դա դեր անունը բուլվար, գլխավոր պողոտա, դա գլխավոր պողոտան էր Երևանի, բռնել լավ։ Ուրեմն այդտեղ տակը բանկա չէ, ինչ որ մոլա սուպերքաունտ է, այդտեղից է վերևից, այսինքն օրինակ սա է շրջանայինի հետևից ինչ որ տեղ ունի մտնում է բանել, դու եթե մոլա պիտի տակից տեղ տաս ու ժամերով, մենք ասում ենք ուրեմն գիտես ոնց էր կանգնած, սենց չէր կանգնած։ Այս սենց էր կանգնած, հասկացա՞լ։ Նկար ունեմ, որտեղ շշմելու բան է։ Այսինքն մեկը չկա նկատողություն ունի, այս ախպեր աշխատեք, բայց չկա էլի տենց բան անել, այ առաքման ֆիրմա ջան, տենց բան չեն անում քաղաքը, բայց պարեկներ անցնում են, ոչ մեկը անգամ չի ուզում նկատողություն անի, այ որ ասում է սա իր այդ փող կապակցված, աղտի, տենց է։ Բայց իմ կարծիքով մենք կարևորագույն խնդիրը ստե ֆիքսեցինք, կառավարում։ Այսինքն այն որ ՉՊ-ների ժամանակ երկիրը կոլապսի է ենթարկվում, այդ կառավարման բացակայության հետևանքն է։ Որովհետև նույն այ որ ասում էր պատասխանատու, եթե մենք միջև հիմա չգիտենք Շուշիի պաշտպանության պատասխանատուն ով էր, չկա չէ՞ որ կամ բանի Հադրութի պաշտպանության պատասխանատուն ով էր, այդ նույն քաղաքային մարտերը պետք է լինեին, չէ՞, այտենց դժվար պետք է Հադրութում չի եղել քաղաքային մարդ։ Ահա։ Շուշում չի եղել քաղաքային։ Նույնը այսօր քաղաքում է։ Դրա համար նույն երկրաշարժի, նույն ջրհեղեղի, մյուս հնարավոր ЧՊ-ների դեպքում, նույն Սուրմալուի դեպքում չկար այդ տարածքում պատասխանատու շեֆ, որ ռացիան իր ձեռնա, բոլորը իրան են ենթարկվում, ոստիկաններն էլ, տեղի փրկարարներն էլ։ Այ մեր մոտ տոտալ այդ վիճակն է։ Գուցե պատճառն այն է, որ մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել։ Բայց տես տրանսպորտի մասով խոսեցինք, իրականում տրանսպորտային խնդիրը քաղաքապաշտպանության լրջագույն վտանգ է, որովհետև ոչ մի տարհանում արտակարգ ծառայությունների մոտենալ, նման բան տեղի չի ունենալու այսօր մեր վիճակում, երբ որ քաղաքի բոլոր փողոցները խցանված են։ Հենց իմանալից քաղաքի բոլոր փողոցները խցանված են։ Մի քանի ժամվա պատճառով, երբ որ սկսել է որ հարցակվել են մտել են վերևից, այդ Բելգիա կողմից
զորքերի մեծ մասը պետք է նոր Փարիզը պահեն, բայց որոշ խելո գեներալներ պատճառով մի քիչ ավելի հարավ են տարել, ուզեցել են մեջ մտել են խրվել են ու արդեն այդ ասեն լավ հանձնում են, որտեղ հասկացեն անիմաստ չենք հասցնի։ Փարիզի պատճառով։ Ի դեպքն եկա, գիտեք, որ այն առաջին առողջություն այսքանը ճիշտ որ տաքսիստներն են տարել, Փարիզի տաքսիստները հիմնական զորքը նստել են ու հազարներով գնացել են, հասել են։ Տրանսպորտը սարսափելի կարևոր ու ամենակարևորն է, բայց մի հատ հիմա հետաքրքիր բան ասեմ, որ կհասկանաք ինչ ավելի կարևոր բաներ կա, որ ոչ թե ավելի կարևոր, այլ ավելի նաև նուրբ ու հետաքրքիր, որ մենք օրինակ էտել ենք ձախողը։ Մենք ասելով ընդհանրապես մենք ձախողող հասկացած այո։ Ռադիո։ Օրինակ Իսպանիա կամ Պորտուգալիա, ասեմ ով է Պորտուգալիայի թշնամին, ոչ մեկը չեք կարծի, որովհետև չունեն այդ մարտիկ կամ Իսպանիա։ Բայց լարով ռադիո ունեն։ Լարով ռադիոն են եւ այս վերջի ես որ այս հակերական եղել էր անջատվել էր միայն պանիկա չի սկսել ռադիոյի պատճառով մենք Խումարյանի այդ ժամանակ այ շատ ենք խոսացել գնացել եմ հանդիպել եմ այդ ժամանակ որ ես թաղապետ էի դա իմ գործը չէր բայց գնում էի խոսացինք ինքը բացատրեց ասում է մոտավորապես $1 միլիոն չի նստում սա ամբողջ Երևանի լարային քաղաքային ռադիո ու էլ չեմ ասում լիքը տեղեր ասում եմ եկեք խոսացի են ժամանակ գլխավոր մեր ճարտարապետի, հետո խոսում են եւ քաղաքապետի, այդ հայքի հետ Մարության ասում է եկեք պարտադիր անենք ավարտական կամ ապեզը չտանք, եթե ինքը չի տեսել, մնա լավ իդեա, մենք փորձեցինք։ Պարտադիր պետք է լինի ռադիո։ Ծախսեմ իջալոց։ Իրոք ծիծաղալու, այդ ցավտան $1 միլիոնը քան է, մի վարկյանում մի հատ կարող 100-ը հազարներով շենք է, մի կառուցապատողից կարելի է դա վերցնել, բայց լարային ռադիոն մեր ասված ոչանի դեպքում միակ փրկությունն է լինելու, դե որովհետև առաջինը անջատելու են միանգամից խփելու են, միանգամից ինտերնետը վերացավ, երկրորդը հեռախոսը վերացավ եւ գալիս է երրորդը, այդ արդեն ձերացած ասած վրացի վարորդը շուրջ, այլ պետք չի շուրջ, արդեն մեր մեջ եղած պանիկան, հատկապես որ մեկի երեխան դպրոցում եղավ, մեկի ծնող եւ այլն, բաբշե խայտարը փողոցը կանգնում են, միակ փրկությունը ռադիոն է, ունենանք տանը ռադիո եւ նաեւ ունենանք բան, օրինակ հրապարակներ, ասում եմ Խանջան Սայատնովա, այդ գիտեմ, եթե բան տունը չունեմ, իջնեմ այդ հրապարակում, այդ հիշում եք այն սովետական Լիվիտանացավ, այդ ինֆորբյուրո, ինչ որ մեկը անը դա դասի, հեսա լինելա, մի անհանգստացեք, սա խուճապա, օրինակ բանը Գյումրին չեն գրավել ոչ մեկ, որտեվ հայրդ այն ժամանակ սկսում են խաբել վատ, այո։ Ատոմականը չի պայթել կամ ինչ է սա բանով կուկուրուզնիկով սկսելու ես լիստովկեք շպրտել, դա չի լինի, էսի լուրջ չի կարող 1 միլիոնից քաղաք քթի պատերազմ ունի, ռադիո տարական չունենա ժամանակի եւ ճշգրիտ տեղեկատվության փոխանցումը դա էլի հանրային անվտանգության խոսքով այս թեմայից կարելի է շատ երկար խոսել այս թեմայից պետք է խոսալ այո բնականաբար շատ ով էլ 100 մարդ է այս մեր ասենք այսօրվա զրույցը լսի Արմեն ջան Ավետիք ջան ձեզ իրական պետք է շնորհակալ լինի ես նայում ձեր օրինակ հյուրերին որ դուք ամեն անգամ որտեվ էլի օրինակը բերում բանի ոնց որ Սուրմալուի կլինի, Փեթակի կլինի, Ադրեղացի կլինի, Ձյունիկը մեր ամենակարևոր միակ Երևանի 10,000 տոննանոց սառնարաններ։ Պատերազմ եղավ։ Մենք միանշանակ պաշարներ, ռազմավարական պաշարներ, այս շենքը կարեն ուրիշ տեղ է սարքեն, ոնց կարելի է, ոնց կարա կառավարությունը, անկեղծ եղել է, կարծեմ Թորոսյան Արսեններ, Արսենյան Գուգոն, այսօր աշխատակազմի Արայիկը, այդպես տարբեր առիթներով ասել եմ իրար, մեկին դիմացնեմ կանգնացրել, խնդրեմ, մեկը հասկացա, մեկը հետաքրքրվեց, նույնը ադրեղացի թեմայով ասում եմ, լավ է հասկացամ ոնց որ սեփականատերը չեն քանդում ադրեղացը, բայց բացատրում եմ, հետո ինչ որ մեկը զանգեց վարչապետի աշխատակազմից, բա վարչապետին զեկուցել են, ալուրը մենք կարանք բերենք, ասում եմ, եղբայր, ալուրը մնում է մի ամիս, ցորենը մի տարի ծավել, պատերազմ եղավ ալուր, ոնց ես բերելու, սա սահմանները փակվելու են։ Այդ դրա գինը պատկերացնում եք ինչա դառնալու։ Ու քաղաքում ոնց են մարդիկ իրար ուտելու։ Իհարկե, որից հիմա ձեզ ասեմ, մի հատ ասեք ով է կառավարությունը ում եք դուք հիմա վստահ որ կար այդ հարցերով զբաղվի, ցավոք չկա այդ մարդը։ Եթե ոնց որ հիմա տրանսպորտից խոսանք, ու հիմա ասեմ այդ լավ ատամնաբույժ ասեք կամ լավ ծառագրավորող 4 հոգի կամ 50 հոգու կասեք, բայց այն ամենակարևոր մասնագիտությունները ոնց որ քաղաքացիական պաշտպանության ոլորտում կլինի, բարենային անվտանգության, զորավարական պատրաստ չկան այդ մարդիկ։ Դրա համար մենք այս կադրային ռեզերվով, այս խելքով տենց խորհրդում ենք ու մտածում ենք կարանք մենք մի օր պատերազմ։ Դա համար ես ընդհանրապես օկտոբեր մարտից ես շնորհակալություն ասեմ ու ասեմ որ հարգելի ժողովուրդ, եթե գիտեք ձեր բակերու մարդիկ որ կարանք Աստված հերոպայ մարտական պատերազմներ կլինեն, ինչ որ քաղաքային
եթե ինչ որ մարդիկ ունեն անդադ գնան ուսումնասիրեն, դաժե ինչ որ մեկը մեր պաշտպանության նախարարությունից չի գնացել, օրինակ նույն, չգիտեմ ինչ որ յանց այն որ բուչային գնում անկապ ինչ որ բուխ են տալի, գնացեք գոնե սովորեք, այս ռակետը ոնց է խփում, այս ձեն ինչ անում, էսի բալկի դեպքում, այսպես բաները սովորեք, որ զենքն է լավ աշխատում, գնանք դրանք առնենք կամ դրանցով պաշտպանենք։ Մի խոսքով հույսներդ հալբատ եւ բալքի մաստվածների վրա մի դրեք, եթե մի վատ բան լինելու է, կարա լինի, ուրեմն կլինի։ Մերֆի կանոնը, եթե ինչ-որ վատ բան կարա լինի, կլինի։ Շատ շնորհակալություն բովանդակալից զրույցի համար, շատ հետաքրքիր էր։ Այսքանով ավարտենք։ Զորացրույցների եթերում։ Հաջողություն։